Իրանի հոգևոր առաջնորդի ինտրիգային ուղերձ նամակը հասել է հասցեատիրոջը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անձամբ է հանձնել այն Վլադիմիր Պուտինին նրա նստավայրում։ Թե ինչ է գրված առեղծվածային նամակում չի բացահայտում ոչ Մոսկվան, ոչ Թեհրանը, բայց Իրանի գլխավոր դիվանագետը նամակը մեկնաբանում է որպես ուղերձ աշխարհին, որ Իրան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները յուրահատուկ են։ Այս մասին Արաղչին ասել է ռուս գործընկերոջ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Մենք մեր գերագույն առաջնորդի ուղերձը փոխանցել ենք Ռուսաստանի նախագահին, որն իրականում ուղղված է ոչ միայն Վլադիմիր Պուտինին, այլ ամբողջ աշխարհին։ Այդ նամակը հաստատում է, թե որքան ամուր են մեր դաշնակցային հարաբերությունները։ Երեկ են հանդիպել Ռուսաստանի նախագահն ու Իրանի արտգործնախարարը։ Իրանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ հատուկ ընդունելության է արժանացրել Աբբաս Արաղչիին Պուտինը։ Այդ բանակցություններից շատ դետալներ հայտնի չեն, բայց Ռուսաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջը վստահեցրել է, թե Պուտինը շատ գոհ է Արաղչիի հետ հանդիպումից։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար ու բովանդակալից զրույց ունեցավ ձեզ հետ, եւ նա շատ գոհ էր այդ հանդիպումից։ Ռուսական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Պուտինն ու Արաղչին քննարկել են ռուս-ամերիկյան բանակցային գործընթացը, ինչպես նաև Թեհրան-Վաշինգտոն միջուկային բանակցությունների ներկա իրավիճակը։ Իրանի արտգործնախարարը Պուտինին նաև պատմել է անցած շաբաթ Օմանում ամերիկացիների հետ հանդիպման մանրամասները։ Ռուսաստանից հետո անմիջապես Իտալիա է մեկնելու Իրանի արտգործնախարարը։ Թեհրան-Վաշինգտոն միջուկային բանակցությունների հաջորդ ռաունդը վաղն է լինելու Հռոմում, բայց Արաղչիի բառերով Օմանն է շարունակելու մնալ բանակցությունների պաշտոնական միջնորդը։ Արաղչին դժգոհել է Միացյալ Նահանգների ագրեսիվ պահվածքից ու շեշտել, որ Թեհրանի սկզբունքները փոփոխման ենթակա չեն։ Մենք նրանցից չենք, ովքեր ամեն օր փոխում են իրենց մոտեցումները։ Իրանը չի սպառնում իր հարևաններին, սակայն վճռականորեն կպատասխանի ցանկացած ագրեսիայի։ Արևմտյան լրատվամիջոցները այս խոսքերի մեջ Թրամփին ուղղված նախազգուշական մեսիջ են նկատում։ Միացյալ Նահանգների նախագահը երեկ հայտարարել էր, որ աննախադեպ հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները տապալվեն։ Շատ վատ կլինի Իրանի համար։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Դա շատ պարզ է, բայց կարծում եմ Իրանն ուզում է բանակցել, ու ես հույս ունեմ, որ նրանք ուզում են բանակցել։ Դա նրանց համար շատ լավ կլինի։ Թրամփի խոսքերից հավանաբար ոգևորվել է Թել Ավիվը։ Իսրայելի վարչապետի աշխատակազմը զգուշացրել է, թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ավելին, Նեթանյահուի գրասենյակում վստահ են, որ եթե իրենց կանխարգելիչ գործողությունները չլինեին, Իրանը 10 տարի առաջ միջուկային զենք կունենար։ Նյու Յորք Թայմսը գրում է, թե Թրամփն այս պահին արգելել է Իսրայելին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թերթի տեղեկություններով Իսրայելը պլանավորում էր մայիսին գրոհել։ Հասմիկ Սերոփյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։